Ֆրանսիան առաջարկում է Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ եւ հսկման սարքեր։ Այսօր Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողներին հայտարարեց այդ երկրի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը։ Դեզիրը մեկօրյա այցով է այսօր ժամանել Հայաստան, նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Երևանից ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը կմեկնի Բաքու։ Մոտեցումը հետևյալն է, հրադադարը անպայման պետք է պահպանվի եւ բնականաբար պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը։ Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո։ Այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն։ Մեխանիզմը ասելով ի նկատի ունեմ դիտորդներ եւ հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն վերահսկողությունը պետք է իրականացվի թե տեխնիկական միջոցներով, թե մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը։ Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևիցե դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն։ Հատկանշական է, որ Ֆրանսիան նման առաջարկությամբ է հանդես գալիս Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ակտիվացման ֆոնին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցից առաջ եւ հետո մոսկովյան մամուլը գրեց խաղաղապահների մասին, ինչը բացասական արձագանք ստացավ հատկապես Լեռնային Ղարաբաղում։ Դեզիրը ընդգծեց, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, միակ լուծումը բանակցություններին վերադառնալն է եւ այնինչ հայտարարել ու ներկայացրել է Երևանում, կկրկնի Բաքվում։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք։ Ֆրանսիացի դիվանագետի խոսքով Փարիզը նման առաջարկությամբ է հանդես գալիս նաև հաշվի առնելով շատ խորը արմատներ ունեցող ֆրանս-հայկական բարեկամությունը։ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն մյուս համանախագահների հետ ջանք չի խնայելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվի։